Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաստատած ժամանակացույցի վերջին 2 օրերին կուսակցությունները ներկայացրին իրենց համամասնական ցուցակները։ 8 կուսակցություն եւ 1 դաշինք եւ գրեթե յուրաքանչյուրի համամասնական ցուցակի ձևավորումը ուղեկցվեց սկանդալներով։ Ցուցակների մասին ենք զրուցելու Ազատություն ռադիոկայանի այսօրվա հյուրերի քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի եւ համագործակցություն հանուն ժողովրդավարության կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանի հետ։ Նախ անդրադառնանք հանրապետական կուսակցության ցուցակին, որքան փոքրինչ ռետորական հարց է, ես հասկանում եմ, բայց որքանով է հրապարակված պատկերը համապատասխանում ավելի վաղ հնչած հավաստիացումներին, թե փորձելու են տարանջատել քաղաքականությունը բիզնեսից։ Ես մեջբերում եմ, որ Տիգրան Սարգսյանը օրինակ փետրվարի 8-ին լրագրողներին ասել էր հայտնի բիզնեսմեններ մեր ցուցակում այլևս չեն լինելու, եւ այդ քաղաքական որոշումը հանրապետության նախագահը հստակ հայտնել է եւ այդ սկզբունքը մենք իրականացնելու ենք։ Ինձ շատ դժվար հարց է, որովհետև իմ համար պարզ չի Հայաստանի քաղաքական էլիտայում ովքեր են քաղաքական գործիչներ, ովքեր բիզնեսմեններ։ Օրինակ Սերժ Սարգսյանը քաղաքական գործիչ է, թե բիզնեսմեն, կամ Տիգրան Սարգսյանը քաղաքական գործիչ է, թե բիզնեսմեն։ Դուք նրա բիզնեսի մասին որևէ տեղեկություն ունեք վարչապետի։ Վարչապետը այդ առումով բավականին խելոք է, եւ ինձ թվում է ինքը բիզնես չի, ինքը եւ ավելի շուտ ֆինանսիստ կլինի իր հոգեկերտվածքը հաշվի առնելով, իսկ եթե լուրջ պատասխանենք հարցին, չնայած էլի լուրջ էր, էլի բիզնեսը եւ քաղաքականությունը Հայաստանում եթե տարանջատվի, դա կլինի գլոբալ հեղափոխություն եւ իշխանության ճգնաժամ կլինի եւ իշխանափոխություն։ Դրա համար դա ուղղակի խոսքեր են, երևի այդ խոսքերը նույնիսկ հանրությանը չէին ուղղված, որովհետեւ հանրությանը ոչ ոք բանի տեղ չի դնում նույնիսկ ընդդիմադիր քաղաքական գործիչներին նկատի ունեմ, ուղղակի երևի որոշակի խնդիրներ կային, դա մեսիջներ են, իրենց ներսում ուղարկվելիք։ Հակոբ, ձեր կարծիքով ինչ է դեր խաղաց, որ փոխվեց այդ քաղաքական որոշումը, որի մասին ազդարարվում էր, եւ ՀՀԿ ցուցակում էլի տեղ գտան Ռուբեն Հայրապետյանը, Սամվել Ալեքսանյանը, այսինքն առաջադրվեցին ՀՀԿ-ի կողմից Արտակ Սարգսյանը, Ալեքսանդր Պետրոսյանը եւ այլք։ Երևի պարզապես չհավատացին Սերժ Սարգսյանին, դրա համար պնդեցին իրենց տեղը ցուցակում։ Կարծում եմ դա էր երևի հիմնականը, չհավատացին, որ Սերժ Սարգսյանը իրենց առերևույթ կարող է ընդհանրապես հեռացնել քաղաքականությունից, բայց պահել իրենց ազդեցությունը քաղաքականության մեջ։ Եվ այդ պատճառով երևի պնդեցին, որ չէ, պետք է մենք շարունակենք մնալ, այսպես ասենք, Սերժ Սարգսյանը ընկել է գործարարների այդ ճնշման առջև։ Եթե չի ընկրկել, ուրեմն ստացվում է, որ այդ հավատալ եւ փոխել կարգախոսով պարզապես հասարակության առաջ է կեղծել։ Եթե ինքը անկեղծ է եղել, հավատանք, որ փոխվենք այդ կարգախոսը հռչակելուց, ուրեմն իսկապես պիտի այդ հանրապետական ցուցակը լիներ այնպեսին, որ հասարակության մեջ թե հավատ առաջանար, թե ինչ-որ փոփոխություններ նկատվեին։ Բայց եթե կա կարգախոսի եւ ցուցակի հստակ տարբերություն, ակնհայտ տարբերություն եւ նույն ցուցակն է, ինչ նախկիններում էր լինում, ուրեմն կամ Սերժ Սարգսյանը ընկրկել է օլիգարխիկ այդ համակարգի ճնշման տակ, կամ պարզապես այդ կարգախոսը կեղծ է եղել հասարակության առաջ։ Ես հավատում եմ Ռուբեն Հայրապետյանին, որ ինքը չէր ցանկանում մտնել խորհրդարան եւ իրեն կարծում եմ համոզեցին այնուամենայնիվ։ Ինչի համոզեցին, որովհետեւ նա խաղը գնում է 13 թվականի ընտրությունների տրամաբանության մեջ եւ երևի Ռուբեն Հայրապետյանը որևէ ուժային ներկայություն էր ապահովում Սերժ Սարգսյանի համար խորհրդարանում կամ ապահովել է որևէ այլ խմբավորումների համար։ Ես կարծում եմ երևի այդ պատճառով իրեն խնդրեցին, որ ինքը մտնի խորհրդարան։ Ուշադրություն դարձրեք, որ նախկինում ՀԿ-ն թույլ տալիս էր, որ իր ցուցակում ներառված մարդիկ մնային անկուսակցական, ինչպես օրինակ Արա Բաբլոյանի դեպքում էր։ Այս անգամ բոլորը նախապես անդամագրվեցին կուսակցությանը։ Ինչով է պայմանավորում ահա այսպիսի փոփոխությունը։ Ես նույնիսկ նկատեցի միտեղ հարցազրույցում ՀԿ-ի խոսնակ Էդվարդ Շարմազանովը ասել էր, որ քաղաքականության մեջ սուբյեկտները վաղուց քաղաքական կուսակցություններն են եւ անցել են անկուսակցական գործիչների ժամանակները։ Բայց ոնց որ թե ցուցակում ոչ բոլորն են հանրապետական, կան այլ կուսակցության ներկայացուցիչներ։ Նրանցին կանդրադառնանք։ Բայց ամենայն դեպս նրանց եւ երգչուհի եւ լրագրող եւ այլ կում ներառեցին, նախապես դարձան հանրապետական։
Ընդհանրապես հանրապետական կուսակցության Սերժ Սարգսյանի ելույթներում վերջին 2-3 տարիների ընթացքում նկատելի էր այդ հանրապետականի բացարձականացման շունչը, այսինքն բոլոր ելույթները կազմվում էին հանրապետականի բացառիկության, բացարձակ լինելու այդ, չգիտեմ, բոլորին միավորելու միակ հարթակը լինելու այդ շունչը կար ելույթների մեջ, եւ ես կարծում եմ այդ կուսակցականացման պրակտիկան այդ ելույթների շարունակությունն է, այդ բացառիկության, այսպես ասենք, կյանքի կոչումը, այսինքն բոլորին ներգրավում են հանրապետական կուսակցության շարք, իսկ ով դուրս է մնում, չգիտեմ, կհռչակվեն, ասենք, անհավատներ եւ հերետիկոսներ։ Այդ ՀԿ-ի ցուցակում ուրեմն 5 այլ կուսակցությունների ներկայացուցիչներ կան։ Ձեր կարծիքով ինչով էր պայմանավորված ընտրությունը եւ մի հանգամանքի վրա էլ ուշադրություն դարձնեմ, որ զգալիորեն պակասել է ընտրությունների մասնակից քաղաքական ուժերի քանակը խորհրդարանում ներկայացված լինելու հավակնություն ունեցողների, գուցե նաեւ այս միջոցով, այսինքն քանի որ նրանք ներառվել են առանձին կուսակցությունների ցուցակներ, արդյոք սա դրական երևույթ է։ Ես դա չեմ համարում ոչ դրական երևույթ, ոչ բացական երևույթ, ուղղակի պետք է տրամաբանությանը հետևել եւ հասկանալ ինչու է այդպես։ Ինչու են կուսակցությունների քանակը քիչ։ Իմ կարծիքով իշխանության հիմնական խնդիրներից մեկը այն է, որ հետընտրական բողոքներ չլինեն, այսինքն միջև ընտրությունները այս կամ այն չափ, ով որ իրենից որևէ բան ներկայացնում է բավարար ինչ-որ չափով, եւ որ ընտրությունից հետո բողոքներ չլինեն եւ համապատասխանի չակերտներով եվրոպական չափանիշներին։ Ենթադրում եք, որ իշխանությունը զգուշանում էր ՔԴՄ-ի, ՍԻՄ-ի, ԺԱԿ-ի, ՄԻԱԿ-ի բողոքներից։ Ոչ, ես նրանց նկատի չունեի, ես նկատի ունեմ նաև այն ուժերին, որոնք մասնակցում են ընտրություններին, այսինքն պետք էր այսպես թե այնպես նրանց հետ լեզու գտնել։ Հիմա ինչի համար ցուցակները հանրապետականն է, հա ինչ-որ sense տարբեր խմբավորումներից են կազմված, ինչպես հանրապետական հնաբնակներից մեկը Զոհրաբյան, կարծեմ, Ռազմիկ Զոհրաբյան ասաց, որ հասարակության բոլոր խավերը ներկայացված են, ովքեր են հասարակությունը, ասենք Հայաստանում Տիգրան Սարգսյանն է շրջապատում, Սերժ Սարգսյանն է շրջապատում, Հովիկ Աբրամյանն է շրջապատում, այսինքն դա իրենց հասարակությունն է։ Եվ այդ հասարակությունը ներկայացված է ցուցակներում եւ ամեն մեկը իր մասնաբաժինը ունի եւ իմ կարծիքով դրանք դիրքավորումներ են, որոնք հետագայում, այսինքն այս ցուցակները ուղղված չեն այս ընտրություններին, այս ցուցակները ուղղված են հետընտրական գործընթացներին եւ այնտեղ քաղաքական պայքար կամ ներխմբային պայքար դրանց մեջ այնուամենայնիվ կգնա սկզբնական շրջանում կառավարություն ձևավորելու շուրջ։ Ես կառավարությունները ես կարծում եմ շատ արագ կփոփոխվեն։ Դառնանք Բարգավաճ Հայաստան կուսակցության ցուցակին, այստեղ եւս ներկայացված են այլ կուսակցությունների ներկայացուցիչներ այդ նույն ցուցակում, բայց այստեղ կարծես այլ միտումի մասին է խոսվում, որ Գուրգեն Արսենյան, Հմայակ Հովհաննիսյան եւ այդ դեմքերին ներառելով փորձ է արվել քաղաքականացնել մի կուսակցություն, որը քաղաքական չէր, որքանով է այս բնդումը ձեր կարծիքով հիմնավոր։ Ես կարծում եմ հիմքեր կան այդպես կարծելու համար, ընդհանրապես Բարգավաճ Հայաստանի ցուցակի այդ առաջին 20-ը բավական հետաքրքիր էր, ներկայումս գրեթե բացառապես գործարարներից կազմված խմբակցություն ունի Բարգավաճը խորհրդարանում եւ նոր ներկայացված ցուցակում այդ գործարար սեգմենտը 20-ից հետո է մնում եւ եթե այդ 20-ն են կազմելու խմբակցությունը կուսակցության նոր խորհրդարանում, այստեղ իսկապես դեմքը Բարգավաճի փոխվում է եւ իմ մոտ տպավորություն կա, որ Բարգավաճը պատրաստվում է այդ դեմքով, այդ տեսակով դառնալ ընդդիմադիր խմբակցություն խորհրդարանում, այստեղ ընդդիմադիր խոսքը արմատականի մասին չի, խոսքը անկեղծ ընդդիմադրի մասին չի, խոսքը ընդհանրապես կարգավիճակի մասին է կամ դերակատարման մասին է։ Իսկ ուշադրություն դարձրել եք, որ ԲՀԿ-ի ցուցակում հատկապես շատ են հանգրվանած այնպիսի գործիչները, որոնք նախկինում բազմաթիվ այլ կուսակցություններ են փոխել, նույն Անձին Հմայակ Հովհաննիսյանի, Վահան Բաբայան, գուցե նաև կարելի է նրանց շարքին դասել Թամարա Պողոսյանին եւ Տիգրան Ուրիխանյանին։ Ինչի մասին է սա վկայում, կադրային ռեսուրսի սահմանափակության։ Իմ կարծիքով սա վկայում է այն բանի մասին, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունում ԲՀԿ-ում նույնպես տարբեր խավերի ներկայացուցիչներ են ներգրաված եւ տարբեր ուժերի ներկայացնող մարդիկ։ Իմ կարծիքով այս ցուցակները համաձայնեցված են եղել նախագահ Սերժ Սարգսյանի հետ եւ դա այդ կոմպրոմիսների արդյունքը ներկայացնող ցուցակ է։ Վերլուծաբաններից մեկը մի շատ հաջող կատակ էր արել, որ բոլոր ցուցակներն էլ գրվել են նախագահականում, ուղղակի ՀԱԿ-ինը առաջին նախագահականում, ԲՀԿ-ինը երկրորդ նախագահականում, ՀՀԿ-ինը երրորդ նախագահականում։ Օրենք ցուցակի մասին։
Նախապես մի շարք գործարարների անուններ հնչեցին, որոնք մտադրությունն ունեին ընտրություններին մասնակցել օրինաց երկիր կուսակցության ցուցակով։ Այդ անուններից հիմա ցուցակում տեսնում ենք, կարելի ասել, միայն մեկին։ Ինչի մասին է սա վկայում, ինչու մտքափոխ եղան այդ գործարարները ձեր կարծիքով։ Ուրիշ բան ասեմ, ինձ թվում է եթերա ժամանակը բավական թանկ է օրինաց երկիր ցուցակի վրա վատնելու համար, ընդհանրապես օրինաց երկիրը հիմա մի քիչ շատ, այսպես ասեմ, Լենինին է հիշեցնում, ոչ արտաքինով կամ դեմքով, բան շարժուձևով եւ այլն, այլ ըստ էության այդ կուսակցությունը 4 տարի արդեն չկա, 4 տարի այդ կուսակցությունը որպես կուսակցություն, որպես քաղաքական ուժ, մեռած քաղաքական ուժ է, պարզապես Սերժ Սարգսյանը ինչ-ինչ նպատակներով թույլ չի տալիս, որ ՕԵԿ-ը հուղարկավորվի, այսպես ճակերտավոր ասենք, եւ ես կարծում եմ դա ընդհանրապես այն բանի համար, որ այսպես իցույց դրվի Ռոբերտ Քոչարյանի դեմ, որովհետև բոլորիս հայտնի է Ռոբերտ Քոչարյանի վերաբերմունքը այդ կուսակցության նկատմամբ, հատկապես հայտնի ձայնագրությունից հետո, երբ հայտարարեց, որ Արտուր Բաղդասարյանը պարզապես դավաճանություն է արել, եւ հիմա այդ ուժին պահելով իշխանության մեջ, պահելով իր կողքին եւ հայտարարելով, որ սա բարոյական ուժ է, վստահելի ուժ է, ես կարծում եմ Սերժ Սարգսյանը այսպես հոգեբանական ինչ-որ բան է ներկայացնում Ռոբերտ Քոչարյանի դեմ։ Այլ ֆունկցիա կարծում եմ ՕԵԿ-ը չունի եւ չի էլ կարող ունենալ։ Դառնանք ընդդիմադիր ճամբարին։ Հաշվի առնելով, որ դեռ ցուցակի ձևավորման փուլում որոշ քաղաքական ուժեր հեռացան հակից եւ նաեւ մի կուսակցություն եւս զուտ նոմինալ ներկայություն է ապահովում, արդեն մնացած ցուցակը ձեր կարծիքով որքանով է հաջողված, իրենց գնահատականն է, որ գրեթե ամենակաղաքական կուսակցությունն է, ամենակաղաքական ցուցակն է։ Գիտեք, ինչ կարող է քաղաքական ցուցակը դա հայկական քաղաքականության չափանիշներով։ Անդիմադիր կուսակցությունները այսօր քաղաքացիական ցուցակներով պետք է հանդես գային եւ ցուցակի անդամներին պետք է այնուամենայնիվ շարժման անդամները ընտրեին։ Դա եւ շարժման մեջ, հակի մեջ վստահություն կառաջացներ միմյանց նկատմամբ եւ նրանք նոր որակ կմտցնեին քաղաքականության մեջ, քանի որ դա չեղավ եւ հին նոմենկլատուրան, հա, կուսակցական նոմենկլատուրան ներկայացվեց ամենայն դեպս վերևի մասով, դա ես թվում է ՀԱԿ-ի համար պարտություն էր, բայց այնուամենայնիվ ես այն կարծիքին եմ, որ դա այն եզակի ցուցակներից էր, որը նախագահականում երրորդ նախագահականում չի կազմավորվել։ Առաջին նախագահականում։ Այո։ Բայց երբ որ նշում եք, որ քաղաքացիական ցուցակներ պետք է լինեն, դուք նկատի ունեք նաև քաղաքացիական նախաձեռնությունները, որովհետև եղավ հաղորդագրություն, որ մասնավորապես օրինակ բնապահպանները ստանալով առաջարկներ տարբեր ցուցակումներ գրավելու մերժել են բոլոր այդ առաջարկները։ Նայեք, Հրանտ Բագրատյանը ինքը ներկայացնում է քաղաքական կուսակցություն եւ եղել է մեր վարչապետը, բայց Հրանտ Բագրատյանին ես ընկալում եմ որպես քաղաքացիական գործիչ եւ քան քաղաքական գործիչ, խոսքը տեսակի մասի, այլ ոչ թե կարգավիճակների մասին։ Մարդը գիտնական է, մարդը ժամանակի մեջ է եւ արդիական է, հա, իսկ մնացածը դա անցյալի մեջ են։ Շատ է։ Ուշադրություն դարձնեմ, որ կոնգրեսը երևի թե ամենաշատ մեծամասնական ընտրակարգով առաջադրած տեխնացությունները ունի, ավելին նույնիսկ քան իշխող քաղաքական ուժը 41 ընտրատարածքներից 38 ռեսուրսների գրեթե չեմ ասի, ոչ այնքան արդյունավետ վատնում չէ սա, թե անհրաժեշտ քայլ է։ Դժվար է պատկերացնել, թե ինչով է անհրաժեշտ այդ քայլը։ Իհարկե, որոշակի քաղաքական ակցիա է հիշեցնում, բայց դրա արդյունավետությունը ինչպիսին է լինում, ես անձամբ դժվար եմ պատկերացնում։ Ու մի քիչ նաև անհասկանալի է, թե ինչու 41-ից 38-ում եւ ոչ թե բոլոր ամբողջ 41 ընտրատարածքներում, որովհետեւ ասել, որ մնացած 38-ը բավական անցողիկ եւ ուժեղ տեխնացություններ էին, իսկ այն 3-ում կոնգրեսը անցողիկ տեխնացություններ, մի քիչ դժվար է, որովհետեւ մնացած տեխնացությունների ահագին մասն էլ շատ դժվար է անցողիկ համարել։ Ազատ դեմոկրատներ եւ ժառանգություն։ Այս կապակցությամբ կարծիք կա, որ նրանք չհամարձակվեցին որպես դաշինք մասնակցել ընտրություններին, քանի որ իրենց չափաբաժինը ասված էր, որ 5%-ներ եւ դաշինքը իսկ ենթադրում է 7%։ Արդյոք սա իրոք վկայում է իրենց ուժերի վրա ոչ վստահ լինելու եւ պայմանավորվածությունների առկայության մասին։ Գուցե վկայում է, բայց այնուամենայնիվ իրենց փոխարեն ես այնուամենայնիվ դաշինքով կգնայի ընտրություններին, որովհետև եթե որոշում կայացներ երրորդ նախագահականը, որ նրանք պետք է անցնեն, ապա 7%-ով նույնպես կանցնեն։ Իսկ եթե որոշում կայացներ չէին անցնի, 5-ով էլ չեն անցնի, 7-ով էլ չեն անցնի։ Ուղղակի իրենք 2%-ը կորցրեցին անցնելու դեպքում։ Շատ է քննադատվում այս ժառանգության ցուցակում մասնավորապես Թևան Պողոսյանի ներկայությունը, ինքը բացատրելով
թե ինչու է ընդգրկվել այս ցուցակում, մի այսպիսի տեսակետ էր արտահայտել, որ Ժառանգությունը միակ կուսակցությունն էր, որ պատրաստ էր հնարավորություն ընձեռել քաղաքական դաշտ այլընտրանքային տեսակետներ բերելու։ Շատ կարևոր է կարողանալ լսել այնպիսի տեսակետներ, որոնք հակասում են քո համոզվածությանը։ Ճշգրիտ փաստարկե ձեր կարծիքով, թե ոչ։ Ինչ որ առումով կարծում եմ այո։ Այսինքն այն իմաստով, որ չկա այդ պոլիտբյուրոյական մոտեցումը, կարող է չլինել, չգիտեմ, դա ցույց կտա գործունեությունը, երբ ասում է մեկը եւ մնացածը հաստատում են նրա ասածը, եթե այսօր ասում է, որ պետք է, չգիտեմ, Թուրքիայի հետ լավ հարաբերություն ունենալ, բոլորը կողմ են դրան, վաղ ասում է, որ պետք է պահանջատեր լինել, բոլորը կողմ են պահանջատեր լինելու։ Եվ այդ առումով իհարկե այս տարբերակը կարող է որոշակիորեն այլ քաղաքական մշակույթի արտահայտություն լինել։ Բայց այնուամենայնիվ քաղաքական ուժի համար որքանով է ճիշտ փորձել ներկայանալ խորհրդարանում նաև այնպիսի ներկայացուցիչներով, որոնց տեսակետները, գաղափարները հակասում են քո սկզբունքներին։ Օրինակ, հենց Ժառանգության եւ Ազատ դեմոկրատների այդ ցուցակի կապակցությամբ ՀՅԴ ներկայացուցիչները պնդում են, որ անհասկանալի է, թե այս ցանկով մտնող խորհրդարան մտնող ուժը ինչ է լինելու ազգային խնդիրներով հանդերձ, որոնց մասին շատ է խոսել Ժառանգությունը, նա միավորվել է մի ուժի հետ, որ հակառակ դիրքորոշում է ունեցել, օրինակ հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված։ Ժառանգության ցուցակն էլ կարելի ասել այսպես հասարակության հավաքական, այն հայտնի հասարակության հավաքականը, եւ Ժառանգության դեպքում ես իրոք ցավով եմ դա նշում, որովհետև ես ինքս եթե գնայի ընտրություն, ձայն պետք է տայի Ժառանգության կուսակցությունը եւ փաստորեն Ժառանգությունը ինձ զրկեց ընտրելու իմ իրավունքը իրականացնելուց, ես չեմ գնա ընտրության։ Եվ ինձ թվում է այդ ցուցակի պատճառով ես չեմ կարող այդ ցուցակին քվեարկել, իսկ այդ ցուցակ ես չեմ տեսնում, որին արժի քվեարկել։ Եվ իմ կարծիքով Ժառանգությունը ինձնից եւ շատ-շատերից այդ ընտրության իրավունքը խլեց։ Եվ Ժառանգությունը եւ Դաշնակցությունը իրենց բավական արդյունավետ աշխատող որոշ падգամավորների մղեցին ստորին հորիզոնականներ։ Ձեր կարծիքով խոհեմ քայլեր արդյոք սա։ Ներկա գործող падգամավորները հայտնվեցին աստամենանի ոչ անցողիկ տեղերում։ Ինձ թվում է այդ հարցի ամենաճիշտ պատասխանը կտա գործունեությունը, եթե անցնեն խորհրդարան, այդ քաղաքական ուժերը կտա նրանց գործունեությունը, նոր մարդկանց գործունեությունը, որովհետև եթե падգամավորը ասենք թե աշխատել է արդյունավետ, դա չի նշանակում, որ երբևէ նրանից որևէ մեկը, որևէ նոր մարդ, որը падգամավոր չի եղել, չի կարող առաջ լինել ցուցակներում։ Ես կարծում եմ բուն պատասխանը այդ դիտարկումների կստացվի խորհրդարանում, եթե իհարկե այդ քաղաքական ուժերը հայտնվեն։ Այս խորհրդարանում անելիք չկա։ Հասկանում եք, ուզում եք էֆեկտիվ աշխատել, ուզում եք էֆեկտիվ մի աշխատեք, չէ՞ շատ կոնկրետ հարց է եւ այն մարդիկ, որոնք մտնելու են այս տիպի խորհրդարան, նրանք զբաղվել են իմիտացիայով եւ հասարակության ապակողնորոշվելով։ Այս կուսակցությանը եւ այս ընտրություններին մասնակցելը դա խաբել է հասարակությանը։ Ազնիվ մարդիկ պետք է ընտրություններին չմասնակցեն ոչ որպես մասնակից, ոչ որպես ընտրվող, որովհետև սա արդեն սա մի այլ իրականություն է, որը շատ վատ տեղ է մեզ տանում։ Եվ խոսել ասել տեսնենք ով իրեն ոնց կդրսևորի խորհրդարանում, խփում ենք մարդկանց, հա, բայց տվյալ հարցի պարագայում նախկին խորհրդարանում արդյունավետ աշխատած падգամավորն է դեպքում դառնում է պայմանական հասկացություն, որտեղ նախկին խորհրդարանն էլ ըստ էության եղել է խաբեություն։ Որակական փոփոխություններ են տեղի ունեցել։ Գիտեք ինչ, ամեն անգամ ընտրությունները թեկուզ կեղծվելով քաղաքականության մեջ որակի փոփոխություն է փոխվում նման պայմանավորվածություններով խորհրդարան, երբ որ արդեն 1.5 առաջ արդեն համարյա գիտես ով քանի տոկոսով է մտնելու եւ հետո ով ինչ է անելու, մասնակցել դրան նշանակում ասում եմ խաբել մարդկանց, առաջ այդպես չէր։ Կոչ անելով չգնալ քվեարկության, դուք ավելի մեծ գործունեության դաշտ չեք ապահովում են մարդկանց համար իրականացնելու հենց ձեր ասած այդ սցենարը ընտրակեղծ արարները։ Ես կարծում եմ ոչ, բացատրեմ ինչի համար։ Եթե մարդկանց հիմա ասեն, գիտեք ինչ, տեսնենք ով ինչպես կգնա, եկեք պայքարենք, որպեսզի կեղծիքներ չլինի ընտրատարածքներում, ինչ որ մարդիկ էլ գնալու են 5000-ներ են վերցնելու, 10 հոգի վերցնելու են 1000 հոգու ցույց են տալ, ինչի համար, դա լեգիտիմացնելու են ընտրությունները։ Եթե եւ այդ
ապագա իշխանությունում ամեն մեկ իր լուման է ունենալ, իր կեղծիքի լուման եւ համապատասխան կտորը բիզնեսից, իշխանությունից եւ այլն։ Եթե մենք չենք մասնակցում ընտրություններին, նրանց չափորոշիչները կորում է իշխանություն ձևավորելու, ով լուման ինչպես է լինելու բարձ չի։ Պատկերացրեք դուք գնում եք շուկա եւ կշեռք արդեն չկա, չափորոշիչը չկա։ Լավ, եւ մեր զրույցի վերջում երկուսիդ էլ նույն հարցը ծանոթ եք արդյոք Հայաստանի դեմոկրատական կուսակցության, Հայաստանի կոմունիստական կուսակցության եւ միավորված հայեր կուսակցությունների ընտրացուցակներին եւ եթե այո, ինչ կասեք դրանց վերաբերյալ։ Ես էլի եթերաժամանակը փորձեմ հարաբերականորեն ավելի արդյունավետ օգտագործել, իհարկե համաձայն եմ Ստեփանի դիտարկմանը եւ իհարկե կարծում եմ, որ Հայաստանում բուն զարգացումները, Հայաստանի համար որակական փոփոխության, այսպես պոտենցիալ պարունակող բուն զարգացումները խորհրդանում չէ որ պիտի լինեն։ Պետք է լինեն քաղաքացիական դաշտում, պետք է լինեն հասարակական դաշտում եւ այդ դաշտում տեղի ունեցող գործընթացներն են էական լինելու։ Եթե քաղաքացիական գիտակցության այդ շարժում, այդ բջիջները, որ այսօր ձևավորված են հասարակության տարբեր շերտերում, եթե դրանք զարգանան եւ ընդլայնվեն, իհարկե շանս կա Հայաստանում արագ եւ արդյունավետ որակական փոփոխության։ Իսկ խորհրդանի հետ շանս իհարկե խորհրդանի հետ հույս իհարկե կապելը միամտություն կլինի։ Ծանոթ եք այդ երեք ուժերի ցուցակին։ Այդ երեք ուժերի ցուցակին ես ծանոթ չեմ, բայց չեմ զարմանա, որ նրանք հայտնվեն խորհրդարանում եւ հայտնվեն որևէ էական փոփոխություն ես չեմ տեսնում։ Շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Հիշեցնենք, որ Ազատություն ռադիոկայանի տեսակետների խաչմերուկում այսօր հանդիպեցին համագործակցություն հանուն ժողովրդավարության կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանը եւ քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։ Հաղորդումը վարեց Աննա Իսրայելյանը։